Թոշակները բարձրացրեց, ջուրն էլ, հոսանքներ նորից կթանկացնի։ Ընտրությունների հետ է կապված, ուրիշ ոչ մի բան։ Խափլան մարդ է, ինչ էլ։ Գումարը շփի, շոշափի, փող ունենա, գումար ունենա։ Մի ձերով տալիս են, երկու ձերով տանում են։ Հիմարն եք հասկնա, որ ընտրություն է դրա համար ես բարձրացնում, որպես ինչ կուդ ես տալիս, արա մենք այդ կուդը շուտ ենք կերել։ Նիկոլ չեն ընտրելու քեզ, ոչ մեկ չի ընտրելու։ Ապրիլի 1-ից թոշակները մինչև 10,000-յան բարձրանալու են եւ ցածր ստացողները 10,000, ովքեր ավելի բարձր են, մի քիչ ավելի քիչ կբարձրան։ Ըստ ձեզ սրանով ինչ խնդիր է փորձում Նիկոլ Փաշինյանը լուծել, ինչի համար է այս որոշումը։ Պարզ չի, որ իրան ընտրեն, թոշակառուներն է իրան ձայն տան։ 100% դա է պատճառը։ Եվ եթե դա բարձրացրեց, չեմ կասկածում, որ նաև կարող ջուրն ու հոսանքը նորից թանկացնի։ Թոշակները բարձրացրեց, ջուրն էլ, հոսանքներ նորից կթանկացնի։ Նույն բանն է գալու կանոնի թոշակառուների համար։ Հնարավորություն ունենայիք հանդիպելու Նիկոլ Փաշինյանին, ինչ կասեիք նրան։ Ես ընդհանրապես չեմ ցանկանում իրան տեսնել, անգամ անունը լսել, շնորհակալություն։ Դրա համար է, որ գնան իրան ընտրեն, բայց դե չեմ կարծում։ Ինքը իրան սպառեց ամեն հարցում։ Ինչ են ուզում լուծել։ Իրանք իրանց գրպանի հաշիվն են ուզում լուծել։ Միայն դա կարող եմ ասել, որովհետև մի ձերով տալիս են, երկու ձերով տանում են։ Ծանր է վիճակը, ոչինչ բանի չի հերիքում կարող ասեմ։ Ոչինչ բան է։ Մտնում ես խանութ, նայում ես, ուզում ես, բայց չկա։ Էդի քիչը չի բավարարում էլի։ Թոշակառու է, տանից դուրս ես գալիս, տեղ ես գնում, տեղու դարման ամեն ինչ թան կրա, ոնց առնես, ոնց ապրես, գոնե մի 80 կամ 100,000, որպեսզի կարան մի քիչ բոլե մենե ապրեն, էլի։ Ամեն ինչ թանկու կրակ է, չես կարա, թոշակով շատ քիչ է։ Ամեն մարդ արդեն իր տեսակետն ունի, ով բդնդրի անկախ ամեն ինչից, պետք է թոշակը բարձրացնեն, չբարձրացնեն, գիտեն ով է։ Դուք հիմա անցաք պոլիտիկայի, որ այստեղ նենց հարով բռնել տակ, ես չեմ էլ ուզում դրա մասին մտածեմ ու այդ մարդու մասին մտածեմ, ես իմս այդքան տարբերակն է։ Դե որ ասիկ բարձրացնում են, չեն բարձրացնում, որ բարձրացնում են լավ են անում, բայց որ ավելի շատ բարձրացնեն ավելի լավ կլինի։ Մեր թոշակառուներին։ Ապրիլի 1-ից արդեն որոշումը իրականացնում են, հա, արդեն պետք է գործի։ Ընտրությունների հետ է կապված, ուրիշ ոչ մի բան։ Մենք չենք հավատում։ Մեր հայ ժողովուրդը սիրում է գումարը շփի, շոշափի, փող ունենա, գումար ունենա։ Ծերերի համար ահա որ դժվար է լինելու։ Ամբողջը ընտրությունների հետ է կապված, այս քարոզ արշավի հետ է կապված, ուրիշ ոչ մի բան, որ ժողովուրդը իրան ընտրեն, բայց հաստատ իրան չեն ընտրելու։ Մի մարդ կա 36-ա, չէ՞ միջինը, դարձավ 40-50, լավ, հարցի լուծումը դա թոշակա կոչվում։ Ոչ։ Հետվճարով եկավ դառա 60,000, թոշակա կոչվում։ Գումարը դա ոչ։ Սպասասել է որպես ընտրակաշարք։ Բայց այդ ընդհանրապես հնարավորություն է, էլի, ոչ ոք չի կարա պնդի, որ հենց մենակ է դա պատճառը։ Համենայն դեպս այդ 10,000-ի մասին խոսակցությունները, իր նախկին խոսակցությունները խելքի մոտիկ բան չէին։ Մենակ էս չի, որ ինքը ընտրությունների, ամեն ինչն էլ անում է ընտրությունների համար։ Մենակ էս է անում։ Ոնց որ այդ իր քաղաքականությունն է, այսպես ասած, ստոր քաղաքականությունն է, ուղղակի ստոր։ Մեկը չեն ընտրելու, ինչ ուզում անի։ Դա ոչ թե մի կաշառք է, այլ ուղղակի այդ մարդկանց մանիպուլյացիայի համար է, որ մանիպուլյացիային ամ տեսեք խաղաղություն բերենք, տեսեք բանակ էս ասենք, բայց ոնց կարելի է այս ոնց ասած մարդ չկա այստեղ, դու եկել ես բանակ սարքում ես տարի ու կես, ոնց կլինի ձևի։ Դա Ռուսաստանը կարանի, ասենք տարի ու կես, տարի նույնիսկ ուրիշ երկրն է, բայց Հայաստանը սկի ինչ ունի, որ մի հատ էլ տարի կես անում, էլի։ Իսկ թոշակների դա вообще մանիպուլյացիայի գագաթնակետն է ուղղակի։ Բայց մեկը ասում եմ, Նիկոլ չեն ընտրելու քեզ, ոչ մեկ չի ընտրելու։ Այն Օղորմասի կերսարս մի լավ խոսքներ ասում էր, կարման շիրը ձержի, նենց որ ոչ մի թոշակառու չի ընտրելու։ Թեկուզ 10, թեկուզ 50,000 բարձրացնի չեն ընտրելու։ Այդքան բան կարամ ասեմ ես։ Ընտրելու են Սամվել Կարապետյանին։ Մենք խամենք մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Փաշինյանը ասում է 5 տարի հետո անում է։ Մենք խամ չենք։ Մենք այս Հայաստանի քաղաքացի ենք։ Ժամանակին էս Հայաստանի մար ենք կռվել։
Ձեզ ինչով է պայմանավորված, որ հենց այս փուլում է բարձրացնում թոշակները։ Այն ամենահիմարն էլ հասկանա, ինքը կարար, մենք իրան հարգել ենք ընտրվելու ժամանակ, լիշնի մեկը ես հարգել եմ, ընտրել եմ, որ 16-ից դարավ 26, որտեղ մենք թոշակառու ենք, ինքը կարար այս մինչև ընտրությունները էներ, ժողովուրդ էլի ճակատը պաճելով կընտրեր, հիմի ինչ, հիմարն եք հասկանա, որ ընտրություն է դրա համար ես բարձրացնում, որպես ինչ կուդ ես տալիս, արա մենք այդ կուդը շուտ ենք կերել, մենք հիմի կուդ ենք տալիս ուրիշներին, դու եկել ես մեզ ես տալիս, չէ ցավը տանում, ինքը կարար ավելի շուտ բարձրացներ, մեկը լիշնի իմ մասից եմ խոսում, ես հարգելով իրան, բայց որպես հիմի ինչ մտել եմ սիտի մի հատ հաց եմ առել, մատնաքաշ, մի հատ սոգ եմ առել, ես ինքը դրանով կաբրի, հենց ինքը դրանով կաբրի, բայց ժամանակին ինքն էլ ապրե դրանով, էդ էլ ասեմ, պարոն Փաշինյան, սկզբից հարգել ենք ձեզ, 16-26 սարկելու ժամանակ, բայց հիմա, որ մտնում ենք խանութ դուրս ենք գալիս, սոված ենք քնում թոշակառուները, ըդիք մի մոռացեք, դուք եք ժամանակին մինչև վարչապետեղն էլ ապրե, ոնց որ հիմա մենք ենք ապրում, մոռացաք, էլ ինչ ասեմ, սկանով ամեն ինչ ասված է, էլ բան չունեմ ասել։ Շատ են ձեզ պես մտածողները, ձեր շրջապատում, ձեր հասակակիցները, ինչ պատկեր է։ Ամբողջ, ես ձեզ ասեմ, ես շփվիմ մարդկանց հետ, որտեղ էլ կա նույնիսկ խոսակցությունը կերտա, որտեղ նույն խոսակցությունը երբ պետք է պրծնենք։ Վարչապետից, ումից, էլ ում մասին է խոսքը։ Ումից երբ պետք է պրծնենք։ Այսինքն այս որոշումը որևէ բան չի փոխի այս մինչև 10,000 դրամ բարձրացումը։ Դու ինքը եթե փոխեր մինչև ընտրությունը, էլի եմ ասում։ Դե մինչև ընտրությունն է փոխում ապրիլի 1-ին։ Այդ ցավը տանի, մենք գիտենք որ ապրիլի 1-ին ընդից է կերտա ընտրություն։ Ինքը եթե հունվարի 1-ից էներ, ես կսեմ ամբողջ թոշակառուները իրան կրգած հասցնեին իր շտաբ, կրգած։ Ես մեկը ես եմ թոշակառուների հետ շատ եմ շփվել, գիտեմ։ Կրգած կհասցնենք, բայց հիմարն եք հասկանա, որ ընտրություն է դրա համար է բարձրացնում, ինչի՞ս է պետք, զադիկից հետո կարմիր հավգիտը տալիս են, ում է պետք, կամ անձրև եկեք գլխից թափել է նոր զոնտիկ են տալիս, ինչի՞ս է պետք, ու մենակ ես այդպես չեմ ապնձի պես, քաղաքի եթե 30%-ը չեղնի, 20%-ը հաստատ կա Հայաստանի, ինձի պես մտածում, դիք ես քեզից եմ ապ։ Պարոն Նիկոլ Փաշինյանը, որ ուզանա խոսի, նախքան խոսալու հետ մեկ ֆորք մտածի, հետո խոսա։ Հետո ասում է 10,000, 10,400, ինչ է կանելու, իմաստը որն է դրա, ինչ է կանելու, այսինքն ինչ է կանելու, ինչ գումար է, որ ինչ պետք է անի այդ մարդը։ Պետք է մտածի, նախքան որ ուզում է խոսա, մտածի, հետո կամ իրենց շրջակայքն իրան հասկացնեն այն մարդ խոսալը ձև ունի, բան ունի, չի կարելի այդպես եղա, որպեսզի վարչապետ։ Այսօր Հայաստանում թոշակը իմ կարծիքով պետք է լինի 150,000, ամենացածր թոշակը, եթե լավ իրանակ նորմալ բան է։ Մտածում եմ, որ ժողովուրդը ավելի լավ կզգա իրան ու կա իրան քվեի տա, քվեի համար են անում այդ գործերը շատ։ Ինչ խնդիր է փորձում լուծել Նիկոլ Փաշինյանը։ Փորձում ասում եմ մեզ խապել։ Ոնց որ միշտ 10,000-ով ինչ իր ասելով մենք բարգավաճում ենք ինքը 10,000-ով թոշակա բարձրացնում կաման չէ ուրիշ բան չկա դա ասելու խապլան մարդ է ինչ էլ Եթե առիթ ունեք հանդիպելու ինչ կասեիք նրան իրան չարժի ոչ բան ասել ինքը չի հասկանում իրան ինչ են ասում